տեսնում ենք, որ երկրում բավականին անառողջ մթնոլորտ է, ամեն օրը բացվում է լսում ենք, դանակահարություն վարչակաշրջաններից մեկում, կրակոցներ, սպանություն ինչի հետևանքով, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ինչ իրավիճակ է, ըստ էության որտեղ է մեր ոստիկանական համակարգը, բարեփոխված ոստիկանական համակարգի մասին էին խոսում, Միացյալ Նահանգները գումարներ էր տրամադրում, չէ՞ որ ոստիկանական համակարգը բարեփոխվի ներքին գործերի նախարարությանը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ողջունում եմ, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ հնարավորության համար, հրավերի համար։ Ուրեմն մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում տիրում է քաոս։ Այս քաոսի ու սքո իշխանությունը մեզ բերել է խայտառակությանը հասցրել, երկրի յուրաքանչյուր թաղամասում խայտառակ վիճակ է, ջրափոսերին դեռ կանրադառնանք, բայց այս սպանությունների մասով չկա վերահսկողություն։ Բնականաբար ունենք ներքին գործերի նախարարություն, նախարարուհի ունենք, ով $200,000 տուն է իրան կարում թույլ տա, 7 միլիոն դրամ պարգևավճար է ստանում եւ պնդում է, որ ինքը արժանի է այդ պարգևաճարին, դա աշխատանքի իր վարձատրության նաեւ տեսակ է։ Հիմա հարց առաջանում, այսքան երիտասարդներ, որ կանգառներում սպանվում են, փողոցներում սպանվում են, այդ զենք 3 միջադեպ է եղել, որտեղ որ Գյումրիում 5 երիտասարդներ իջել կանգառում դանակահարել են սպորտսմեն մի տղայի ու դեռ հայտնաբերված չեն։ Աբովյանում էլի կանգառում դանակահարություն, սպանություն բոլոր ականատեսների ներկայությամբ եւ այսպես շարունակ։ Էլ չեմ ասում փոխհրաձգությունը, որտեղ արդեն կա 1 զոհ, 6-ից 10 վիրավոր եւ ներքին գործերի նախարարի ունենք, ովքեր որ շոուներով են զբաղված, այսինքն Արմենիա բժշկական կենտրոնում զինված դիմակավորված ինչ որ անձինք մտնում են, մարդկանց են բերման ենթարկելու, բայց չէ որ պետքա կանխարգելիչ աշխատանքներ կատարվի, չէ որ պետքա հենց ի սկզբանե իմանալ աղբյուրը ու գնալ այդ աղբյուրի հետևից, որպեսզի այդ մարդիկ չսպանվեն մեր փողոցներում։ Էլ չեմ ասում, որ այս սքո իշխանության օրոք այս խայտառակության մեջ լրագրող սպանվեց դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանը, Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեցին, սպանեցին հենց իրենց ավտոշարասյունը եւ այսպես շարունակ։ Վալոդիա Գրիգորյանին սպանեցին հենց ընտրված համայնքապետ իրենց հայաթում։ Այս իշխանությունները սուքի մասին է, այս իշխանությունները բերել են աղետ, մահ ու շարունակվում է այսպես, բայց իրենց պնդումների մեջ իրենք խաղաղություն ենք բերել, խաղաղությունն է լինելու, որտեղ է ձեր խաղաղությունը։ Խաղաղություն անգամ Երևանի փողոցներում չի։ Էլ չեմ ասում սահմանային խաղաղության մասին, որ չկա։ Ադրբեջանցիները եկել են Գյումրում երգում են, պարում են, ուրախանում են ու պնդում են, որ դա իրենց հայրենիքն է։ Էս է մեր խաղաղությունը։ Այսինքն, բա ուր է մեր իրավապահ համակարգը, բարեկները եւ մյուսները, բա ինչու չեն սաստում են ադրբեջանցիներին, ովքեր որ եկել են հասել են Հայաստանի Հանրապետության տարածք ու պնդում են, որ դա ադրբեջանական է, նաեւ պնդում են, որ իրանք պետքա վերադառնան։ Այդ որտեղ է խաղաղությունը։ Այդ օգոստոսի 8-ին ինչ եք ստորագրել, որ եկել է խաղաղությունը։ Բախի հայրը չեն գնում Բաքու ու ասեն, որ խաղաղություն է լինելու, մենք գնալու ենք Բաքու ու իրանք չգերեվարվեն։ Քանի հայ ենք տեսել, Նիկոլն ու Ալիևը իրար հետ փոխ համաձայնեցված աշխատում են իբր խաղաղության շրջանակներում, որտեղ այդ խաղաղությունը, բա ինչու հայերը չեն գնում Բաքու նույն տեսանյութերից նկարահանեն։ Մեր հայրենակիցի մի հատ կարճ տեսանյութեր նկարահանել, տարել էին, ասում են ատելության խոսքի հարևան պետության նկատմամբ քրեական գործ էիք հարուցել։ Բայց այդ իրավապահները չեն տենում, որ ադրբեջանցիները եկել են սահմանը հատել են, գնացել են, հասել են Գյումրի, նկարվում են։ Այս խայտառակությունը վերջ չունի, քանի Նիկոլ Փաշինյանը նստած է այդ աթոռին ու պոկ չի գալի։ Այս խայտառակության վերջը պետք է տրվի, որովհետև էլ ժամանակ չունենք։ Ու սիրելի հայրենակիցներ, ինչքան ենք հանդուրժելու նման իշխանություններ, նման խայտառակություն, ինչքան աշխարհով մեկ խայտառակ ա եղել։ Էլ չեմ ասում, մեր տապանակար նախագահը, այդում մեռելների հետ ա նկարվում։ Այդ տապանակարին դրել է կտե այդ մարդը աշխատավարձա ստանում մեր հարկերի շնորհիվ, որ ինչ անի։ Ոյաժների մեջ է ամեն օր սամալյոտը աճ, սամալյոտը ձախ։ Մի օր Հունաստանում է հանգստանում, մի հատ մեռել է ճարում կամ արձան նկարվում, մի օր այն մյուսը։ Այդ դրանից ի՞նչ նախագահ։ Բա ասենք մենք ունեցել ենք նախագահներ, բանակցողներ, գնացել են երկիր են ներկայացրել։ Այդ դրանից ի՞նչ նախագահ, ինքը քայլող տապանակար է, դրանից ավել ոչ մի բան բնութագրելու չի։ Ու նույնն էլ Նիկոլ Փաշինյանը իր ոյաժներով։ Առավոտի ծիրիկուն Ալիևի հետևից ֆռում է։ Մի օր Դուբայում է հանդիպում, մի օր Հունգարիայում, մի օր ես շատ գիտեմ որտեղ է հանդիպում։ Այդ ինչ սիրախաղ է։ Այդ ինչ սիրախաղ է։
Այդ երբանից մենք ուրացանք մեր զոհերին ու թույլ տվեցինք, որ մեր վարչապետը գնա Սիրախաղի մեջ մտնի Ալիևի հետ։ Դրա ո՞րն է թույլատրելի։ Ինչքան է հայ ժողովուրդը, ինչքան է հանդուրժելու նման խայտարակ վարչապետի ու խայտարակ վարչախմբի։ Ինչքան յուրաքանչյուր հայրենասերի վերցնում են սարքում են քաղ բանտարկյալ ամբողջ իրավական համակարգը ընկած մարդ համանգալի, որ Նիկոլ Փաշինյանի քննադատի տանեն զրկեն ազատությունից Բերթերում կամ